Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կառավարության հետ համաձայնեցրել ենք եւ ավելի ենք խստացնում թմրամիջոցների իրացման համար նախատեսված պատիժները։ Եվ այսպես առաջին խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով իրացնելու դեպքում սահմանել 5-ից 10 տարվա պատիժ։ Երկրորդ, առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի նկատմամբ կամ անչափահասի ներգրավմամբ թմրամիջոց իրացնելու դեպքում սահմանել 8-ից 15 տարվա պատիժ։ Եթե գործող օրենքով Telegram կանալով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է 3-ից 6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է դառնալով 5-ից 10 տարվա պատիժ։ Եթե գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է 3-ից 6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է դառնալով 8-ից 15 տարվա պատիժ։ Առաջարկում խստացնել նաև ոչ իրացման նպատակով, այսինքն սեփական օգտագործման համար թմրամիջոց աճացնելու, արտադրելու, ձեռք բերելու կամ պահելու պատիժները։ Եվ այսպես առաջին պատիժ տուգանքը առավելագույնը 10 պատիկի փոխարեն սահմանել 20 պատիկի չափով, այսինքն կրկնապատկել, եւ ազատազրկում 1 տարվա փոխարեն սահմանել 2 տարվա պատիժ։ Սա եւս կրկնապատկել։ Եւ երկրորդ, խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ձեռք բերելու դեպքում պատիժ տուգանքը 10 պատիկից 30 պատիկի փոխարեն սահմանել 20 պատիկից 40 պատիկը, ազատազրկման ձևով պատիժը 2 տարվա փոխարեն սահմանել 4 տարվա պատիժ։ Եվ երրորդ, անչափահասի նկատմամբ կամ առանձնապես խոշոր չափերով ձեռք բերելու դեպքում ազատազրկումը 2-ից 5 տարվա փոխարեն սահմանել 3-ից 6 տարվա պատիժ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նույնպես առաջարկում խստացումներ առանց իրացնելու նպատակով, այսինքն սեփական օգտագործման նպատակով, մանր չափերով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, ձեռք բերելու կամ պահելու համար տուգանքի ձևով պատիժը առաջարկում կրկնապատկել 200,000-ից 400,000 դրամի փոխարեն սահմանելով 400-ից 800,000 դրամ, իսկ նույն արարքը 1 տարվա մեջ կրկին կատարելու դեպքում տուգանքը 400,000-ից 800,000 դրամի փոխարեն սահմանել 800,000-ից 1,600,000 դրամ։ Սա են հիմնական փոփոխությունները, որոնք մենք առաջարկում ենք կողմ քվեարկել։ Եվ ներքին գործերի նախարարությունում ենք կատարում որոշակի փոփոխություններ եւ որոշ հանցագործների համար որոշում կայացնող մարմինը ներքին գործերի նախարարությունից վերապահում ենք ներքին գործերի նախարարության ոստիկանությանը, որպեսզի բողոքարկման դեպքում բողոքարկվի ոչ թե դատարան, այլ ոստիկանության որոշումը բողոքարկվի ներքին գործերի նախարարություն, սրանով բեռնաթափվի առաջինացիանի դատարանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, նախագծի հիմնական զեկուցում։